Ողջույն սիրելի հետևորդներ, հուսով եմ բոլորդ լավ եք, մենք նույնպես լավ ենք եւ այսօր ձեզ ներկայացնելու եմ մի շատ հետաքրքիր խանութ Զոլի 99, որ վերջին ժամանակները շատ են գովազդում։ Եկել են գլեկան այդպիսի քաղաքական մեր Լիլի մոտ, ովքեր չգիտեն, ասեն, որ այստեղ կա օդանավակայան, այստեղից ենք մենք հիմնականում տարբեր եվրոպական երկրներ գնում։ Հիմա մտնենք խանութ, տեսնենք ինչեր կա, իսկ ովքեր չգիտեն, որ նման խանութ է բացվել, կարող եք նայել եւ ինքներդ էլ գալ այստեղ գնումների։ Ուրեմն Լեկան քաղաքում առևտրի կենտրոնում իր տեղն է զբաղացրել Զոլի 99 բելգիական խանութը։ Բելգիական ապրանքանիշերը Ֆրանսիայում ավելի մատչելի են համեմատաբար, քան եվրոպական մյուս երկրների տեսականին, ինչպես նաև հենց ֆրանսիականը։ Ֆրանսիական խանութներում գները ավելի բարձր են։ Մտանք, տեսնենք ինչեր կա, սկսենք այս կողմից։ Որքան հնարավոր է, ես ձեզ ցույց կտամ գրեթե ամբողջ տեսականին, եթե հնարավոր է գներով էլ ցույց կտամ, դուք կողմնորոշվեք, տան համար ամեն ինչ այսպես խանութ է, եւ տեսեք ինչ հետաքրքիր абստրակտ վազաներ են, բարձր վազաներ են, ինձ դուր եկան, շատ բաներ կա իմ մտքում, որ մեր տան վերանորոգումից հետո կարելի է անել։ Ինչևէ շատերին հետաքրքրում է հերմետիկ բանկաները, ահա սրանք են եւ կան նման բանկաներ նույնպես, շշերի ձև ունի, որտեղ կարող եք ձեր ցանկացած պատրաստած ինչ որ մի ուտելիքը սառեցնել կամ պահել նկուղում։ Ահա եւ պլաստիկ է, ձվի տուփերը, որի մասին ես մի քանի տեսանյութ առաջ խոսել էի, եւ սառնանում դրվող ցանկացած չափի այս պլաստիկե տարաները։ Ամեն ինչ կա, տեսեք ինչքան մեծ սրահ է, ժողովուրդ ջան։ Առաջ անցնենք, այստեղ էլ նույնպես մետաղի ամեն ինչ, հիմա գնամ մյուս կողմից նայեմ։ Ինձ դուր է գալիս, որ իրենք ձևավորում են, դիզայնը ստեղծում են եւ քեզ մնում է միայն արդեն ուշադրություն դարձնես այդ ափսեներին կամ բաժակներին, որոնք իրենք արդեն գովազդել են։ Ես այս կերամիկայից տեսականին ամանեղենը տեսքից հավանում եմ, բայց շատ ծանր են օգտագործման համար, գինն էլ մատչելի է։ Zara Home-ում նման ափսեները կամ նման տիպի ընդհանրապես սպասքը շատ ավելի թանկ է։ Նմանատիպ բաներ շատ եմ տեսել, հետաքրքիր է, որ այստեղ էլ կա։ Պարզ հասարակ ահա բաժակներ փոքր չափերի, ամեն գնի, ամեն ճաշակի, ամեն տեսակի սպասք է ներկայացված, դե ամանեղենն էլ ինչքան շատ է։ Ահա առաջ շարժվենք, տեսնենք այստեղ ինչ կա, այդտեղ էլ չկավոր բաժակներն էին, այստեղ էլ հենման էլի տակդիժներն են, այսպես ասեմ, փայլուն հատվածը թողնենք ուրիշ ազգերին, իրենք շատ են սիրում։ Տեսեք ինչպես է մատուցվում։ Ահա, սիրուն էին մյուս սեղանի վրայի դրածները, իսկ նման տեսականի ես հանդիպել եմ Zara Home-ում, իհարկե ոչ նույնից, բայց նմանատիպ էլի։ Տեսեք այստեղ գները ավելի մատչելի են, չնայած մի քիչ ծանր են։ Ահա։ Գներն էլ մոտիկից նայեք, կարճ ասած, որ որևէ մեկին տան համար թե կահույք, թե սպասք, թե ամեն ինչ է անհրաժեշտ, կարող եք գալ այս Զոլի խանութը։ Ընդհանուր գները մատչելի են, տեսականին շատ է, չեմ գովազդում, ճիշտ հասկացեք, դուր է գալիս։ Գովազդը շատ մեծ տարածում ունի վերջերս Ֆրանսիայում, եւ ինձ էլ էր հետաքրքրում այս խանութը, թե կլինի արդյոք Ֆրանսիայում, կբացվի մեր տարածաշրջանում։ Եվ վերջապես սիրելիներս, ողջույններս եմ հղում ձեզ այս հետաքրքիր խանութից, որտեղ որ ամեն ինչ կա, ես այն հատվածում եմ քայլում, որ մարդիկ չլինեն եւ ձեզ ներկայացնեմ։ Շատ տեսակներ կային բաժակների, որ ինձ շատ դուր եկան։ Հիմա ես այդ հատվածով եմ անցնում, պարզ հասարակ խոհանոցի սպասքն եմ ձեզ ներկայացնում։ Տեսեք մյուս կողմից էլ արդեն կահույքի բաժինն է։
Շատ հարմար ձևավորած, տեսեք սիրելիներս, ինչքան հաճելի է, այնպես որ կարող եք շտապել, տեսեք ամեն ինչ կա, չկա մի բան, որ ձեր մտքով անցնի ու այստեղ չգտնեք, սա էլ խոհանոցի ամենաանհրաժեշտ մասերն են, օգտագործման առարկաները, շատ հիանալի տեսականի է, և ասեմ ձեզ, որ բելգիական ապրանքանիշը ընդհանրապես իրենց ապրանքները լավ են, ես մի քանի տեսանյութեր ունեմ իրենց Kreabel խանութից, որտեղ միայն կահույք էր, չնայած վերջին ժամանակներս նորից այսպես շուշեղեն ու ամեն ինչ էին դրել և շատ լավ որակի է ու մատչելի, ահա սրանք էլ համապատասխան թե ընդեղենի համար, թե նպարեղենի համար համապատասխան տարաներ են, ահա, ամեն անգամ նայելիս մտածում եմ, երբ որ խոհանոցի վերանորոգումը կավարտվի, արդեն կահույքի հարցը կլուծվի, թեկուզ համապատասխան տեղ կազատվի, ես նման տարաներից գնելու եմ հատկապես մակարոնեղենի համար, շատ հարմարավետ են, նայեք, տեսեք, փոքրիկ այդպես պեչենիների համար, ով մեծ խոհանոց ունի, նրանց պետք կգա, և այս կանաչի չորացնելու, միրգ չորացնելու, այս չափի ես Հայաստանում ունեի, դեռ նոր էր դուրս եկել, միշտ օգտագործում էի, շատ պրակտիկ է, հիմա դրա փոքրն ունեմ, սրանք էլ արդեն ջեռոցում որևէ բան թխելու համար են նախատեսված։ Սիրելի հետևորդներ, կգրեք մեկնաբանությունում, դուք ծանոթ եք այս Զոլի 99 խանութ սրահի մասին, որևէ գնումներ արել եք, գոհ եք մնացել, թե ոչ, և հատկապես լիլի բնակիչները կարող են օգտվել, տեսեք ընդհանրապես փայտե ամեն ինչը շատ թանկ է, այստեղ մատչելի էր, և խոհանոցում իմ ամենասիրած օգտագործվող գոգնոցն է, գինը մոտավորապես 20 եվրո և շատ սիրուն գոգնոց է, կարելի է գնել, ահա առաջ շարժվենք, տեսնենք այս հատվածում ինչ կա, սրանք էլ լոգարանի համար նախատեսված փոքրիկ գորգիկներն են, էլի տարբեր չափերի, տարբեր գույների, եթե բաց գույն մեր բաղնիքի համար լինի, հաստատ կվերցնեմ, բայց կարծես թե չեմ գտնում, չգիտեմ էկրանից այդ կողմ ինչպես է գույնը երևում, իսկ այստեղ համապատասխան այդպիսի բեժ գույնի բան ես չգտա, շատ հարմար է այն մարդկանց համար, ովքեր մեջքը քսողներ չունեն, սրանք էլ արդեն չսահող այդ գորգիկներն են վաննաների մեջ դրվող, ահա գինը էլի մատչելի է։
Այս հատվածում էլ գորգերն ու կարպետներն են, հայլիներով սկսվում է, գնանք տեսնենք ինչեր կան, գորգերի կամ կարպետների վրա ինչ-որ զեղչեր են երևում դեռ հեռվից, ահա տեսեք ցանկացած նման կտոր արժե 100 եվրո, սա էժան է համարվում, ահա տարբեր տեսակի տարբեր գույների Սիրելի հետևորդներ, այս կահույքի սրահը արտակարգ էր եւ ինձ շատ դուր եկավ։ Եթե դուք ունեք նոր կահույք գնելի ցանկություն, ուրեմն կարող եք գալ այստեղ։ Շատ լավ խանութ է, Zoli 99 բելգիական այս հրաշք խանութը։ Շարունակեմ առաջ շարժվել եւ վերջնական այս հատվածում արդեն ինձ գրավեցին տարբեր ձևի ու չափի նմանատիպ ծաղիկների համար նախատեսված վազաները։ Եվ այս կողմն էլ այն կանաչ մեծը միշտ դուրս եկել է 80 եվրո արժե։ Կարճ ասած, շատ գեղեցիկ խանութ սրահ է, որտեղ դու կգտնես ամեն ինչ։ Առաջ շարժվեմ այն մասերով, որտեղով որ չեմ անցել եւ դուք տեսնեք վերջնական թե ինչ ապրանքանիշ է եւ ինչ տեսականի է ներկայացնում եւ ինչ որակի է, ինչ տեսքի է։ Այսքանը։ Լուիսը դրանն է մնում Ներս չի մտնում առանց քեզ, ման եմ գալիս ինձ գտնեմ և չեմ գտնում առանց քեզ, երբ հեռու ես դու այդքան, դու ավելի ես ինձ մոտ, ոչ մի օրս չի բացվում ու չի մտնում առանց քեզ, այս գեղեցիկ հետաքրքիր հուզիչ բանաստեղծությունը, չնայած փոքրիկ բանաստեղծություն է, նվիրում եմ բոլոր սիրահարներին, բնականաբար գուշակեցիկով է, կսպասեմ մեկնաբանություններում գրեք։ Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներին, առավոտյան որոշել էի շատ կարևոր թեմայից զրուցել ձեզ հետ, բայց չգիտես ոնց էին որոշել, այսօր եկել էին մեր պարտեզը մաքրելու, էտելու այդ բոլոր ճյուղերը ավելորդ, ծառերի հատվածները, չորացրած տերևները հավաքելու եւ բնականաբար արդեն որ ծառերի այդ ճյուղերը մաքրում էին, աղմուկ էր, սղոց էին աշխատացնում եւ բացի այդ հնձում էին նաեւ խոտերը։ Այնպես որ չստացվեց ձեզ հետ միանալ եւ զրուցել, ես էլ բոլոր գործերս արդեն ավարտեցի, վերջացրեցի, արդեն ճաշել ենք, օրվա երկրորդ կեսն է եւ գործերով դուրս եմ եկել։ Կարծում եմ այս վլոգը կստացվի որպես խանութներ գնալու վլոգ, քանի որ երեկ ես ձեզ ցույց տվեցի բելգիական հայտնի խանութը, որ վերջին ժամանակները շատ մեծ տարածում ունի, շատերն են խոսում եւ գնումներ անում։ Տեղը ձեզ արդեն ասեցի, կարող եք լիլի բնակիչներ գնալ այնտեղ եւ դուք էլ գնումներ անել։ Հիմա գնում եմ Փոմոդ, ջինսե շալվարներ եմ տեսել 2 օր է։ Մի քանիսը փորձեցի, բայց ժամանակ չունեի մյուսներն էլ փորձելու եւ բնականաբար հիմա գնում եմ փորձելու։ Գնանք միասին խանութներ, տեսնենք խանութներում ինչեր կան։ Եղանակն էլ ինչպես տեսնում եք, խաղաղ աշնանային օր է։ Քամին քիչ է, դա շատ լավ է, որովհետեւ երբ քամի է լինում, նախ ձայնս լավ չի լսվում։ Մի տեսակ չեմ կարողանում այն միկրոներից, որ բարձրախոսի նման էլի այդպես փոքր կան, բայց երևի կսովորեմ։ Մի խոսքով սիրելիներս, հաճելի տակ եղանակ է, չնայած արդեն իմ հագուստից դուք հասկանում եք, թե ես ինչ եղանակ է։ Ամեն դեպքում օրը նշեմ չորեքշաբթի է, եթե հասցնեմ մոնտաժ անեմ, հենց այսօր էլ այս տեսանյութը դուք կնայեք։ Դե ինչ, կարծում եմ շատերին կհետաքրքրի խանութները, բացի Փոմոդից էլի խանութներ կմտնեմ, տեսնեմ որն եմ հասցնում մտնել։ Դե այսքանը, շտապեցինք խանութներ։
Հիմա մտնենք փխոմոդ եւ տեսնենք թե ինչ էր կա։ Բոլոր շալվարները նախորդ պիտի վերցնեմ եւ մտնեմ արդեն փորձելու հերթականությամբ։ Սկսեցի առաջինը այս սև ջինսե շալվարից, որը ձգվող կտորից էր։ Եվ տեսեք թե ինչ ձևով է լինում, շատ հարմար է, բայց սև նմանատիպ ես անցած տարի գնել էի ձմեռվա համար մի քիչ ավելի հաստ։ Երկրորդը այս ջինսն էր, որը էլի 42 է, բայց ինձ մեծ է, շատ թեթև, շատ հարմար, ամենալավ ինձ համար շալվարներից մեկն է եւ տեսնում եք չափերն էլ լրիվ հարմար է լինում, երկարությունը ինձ։ Սա էլ նմանատիպ է, մոխրագույն գույն է, բայց դեռ մոխրագույն ցանկություն չունեմ գնելու, մուգ մոխրագույն չի, բաց մոխրագույն է, ես մուգի կողմնակից եմ։ Չնայած էլի շատ հարմար նստեց։ Հիմա մոխրագույնի մի փոքր ոնց որ թե էլի բացն է, այս լայն շալվարն է, սիրուն է նստում, բայց եթե կտրվի, չգիտեմ, ամեն դեպքում որ ձգվող կտոր չի, այդ մասերս կարծես թե ճնշի, սեղմի մի տեսակ, չգիտեմ, միգուցե սովորություն է, հագնեմ, հարմարվեմ, բայց կոշտ կտոր է, տեսեք, հարմար է, իմ համարն է, բայց փոխենք հաջորդը, ջինսն է, նույն ձևով առանց ստրեչ կտորի, էլի կոշտ է, կոպիտ է, ահա տեսեք, թվում է թե լավ է, չէ, սազում է լայնը, ավելի սիրուն է լինում, բայց կփնտրեմ, հաստատ լայն նմանատիպ կգտնեմ, կամ էլ այսօր երևի չկա, մեկ ուրիշ անգամ կստանան։ Հիմա վելվետե կտորներն են մոդայի մեջ, սա էլ փորձեցի էլի ծանր է եւ տեսեք, այստեղ արդեն գրպանները շատ տգեղ նստեցին, դրա համար եմ ասում, եթե ձգվող լիներ, այսպես չէր լինի, էլի։ Սա տգեղ է, հարմար չէ, էլի լայն է ու սիրուն է։ Այս կանաչ գույնը շատ հարմար էր, ուղղակի սրա մոդելն է, կարճ պիտի լիներ, էլի փոքր էր, 42-ն է եւ փոքր է։ Դա նայում էի, որ այս բաճկոնի հետ միգուցե կսազա, բայց որ փոքր էր, բաճկոնը առանձին փորձեցի, երկրորդ բաճկոնը բարակ է ավելի, 42-ը ինձ մեծ է, 40-ն էլ փոքր էր։ Վելվետե այս կապույտ շալվարը, որը սրեջ մատերիալ է էլի, շատ հարմար է նստում, շատ փափուկ է, թեթև է, որևէ ճնշվածություն չեմ զգում, ես սիրում եմ, որ ազատ լինի, ահա, գրպաններն էլ հարմար են, տեսեք ինչքան լավ է, ինձ թվում է լավ էլ նստում է, դուք գրեք թե որը հավանեցիք եւ ես որն եմ վերցրել, տանը կտեսնեք թե որն եմ վերցրել։ Այս սիրելի հետևորդներ, ժամ ու կես կլինի, երևի ես փխոմոդում շորեր էի փորձում։ Շատ դուրս եկավ են կանաչ, մի տեսակ խաժուշ էդ, որ խալու նման կա այդ տարբերակի այդ վերևը, բայց այդ խալու կտորներ մի քիչ այդքան շատ չեմ սիրում։ Դրա համար տատանվեցի, թե ինչ վերցնեմ, բայց դուրս եկավ, որ թևերը հենց այդպես բաճկոնի իմ ուզած բաճկոնի բաներ, կտորեր էլի, այսպես ասեմ, սիրուն բաներ կային, բայց հետաքրքիր էր, որ այստեղ միշտ գովում եմ, որ անմիջապես համարը հագնում ես եւ ճիշտ քոնն է լինում, այս անգամ չեղավ, 42 են մուգ ջինսի, արդեն դուք տեսանյութում տեսակ, ասեցի, դա դուրս եկավ, բայց ափսոս, որ 40-ը չկար, ուրիշ խանութում կա, որ գնամ ֆաշ տումենին, ընդեղ ասեց կա հենց 40-ը, հաստորեն 42 էի հագնում, 40-ներ լինում այդտեղ, ամեն դեպքում գնումներ արեցի, ես նախընտրում եմ այդ ձգվող կտորները, էլի ստրեչներն եմ նախընտրում, բայց չկար, ու հաստատ այսպես կվերցնեի այն լայն փող շալվարները, բայց ցավոք այդպես ձգվող չէին, դրանք լավ չեն նստում, չգիտեմ, դուք ձեր կարծիքը կգրեք, ես կկարդամ, հելո, կկարդամ ձեր կարծիքը, որն էր հարմար, չգիտեմ, դե ավելի երիտասարդացնում է այդ լայն փողկերովը, ամբողջ ամառ ես նմանատիպ շալվարներ հագա, բայց մի տեսակ այդ վիլվետը, ջինսը ծանր էին ու շատ էին լայն էլի, ինչքան էլ որ կտրեի այդ հատվածը, փողքի հատվածը, էլի կարծում եմ հարմար չէր լինի,
Մի խոսքով, հիմա գնում եմ մի հատ նորմալ խանութ կա, էներժան տեղերը ասում են այդտեղ հարմար աչքի դիմակներ կան, որակյալ են, գնամ նայեմ, կլինի գնումներ անեմ ու գնամ տուն։ Մոռացա ասեմ, ես որ գնալու եմ շալվար փորձելու, ընտրում եմ այնպիսի կոշի կամ հենց նույն շալվարը, որոնք հեշտ կարող եմ հանել, հագնել, հատկապես այս կոշիկներս, որ առանց ինչ-որ կապիչների են, առանց ինչ-որ շղթաների շատ հեշտ է հանելը եւ նույն շալվարս։ Այս շալվարս էլ է ձգվող։ Չգիտեմ, ես ձգվող կտորի մեջ շատ լավ եմ զգում։ Դուք գրեք էլի ձեր կարծիքը, դուք ինչ կտորների մեջ եք ձեզ լավ զգում, կամ ձեզ համար երևի թե միևնույնն է։ Շատ եմ ես նորմալ խանութը ձեզ ցուցադրել, դեռ նոր բացման ժամանակ, երբ կար Օղոլուլում, հիմա մասնաճյուղերը քաղաքի կենտրոնում եւ մյուս հատվածներում են բացել, եւ շատ ավելի հարմար է քաղաքի կենտրոնում մտնել այս խանութը եւ չգնալ Օղալիլի այն մեծ հսկա հիպերմարկետում փնտրելու որևէ բան։ Ահա եւ ես գտա աչքի պաչերը, դիմակները, այսպես ասեմ, եւ առաջ շարժվեմ, տեսնենք թե էլ ինչեր կան։ Սովորաբար մազերի ներկերի բաժնում շատ եմ փնտրում մի շատ հետաքրքիր բան, որ ես ձեզ ցուցադրել եմ, մազերը ներկելու փոշի եմ փնտրում եւ չեմ գտնում։ Մի անգամ գնել եմ, վերջացել է ու այլևս չեմ գտնում։ Դե դուրս գանք այս հատվածից եւ մոտենանք դրա մարկղին։ Հազիվ հասցրեցի, եկակրտոյից վերցրեցի դպրոցից, վերեցի կոնսերվատորիա։ Կոնսերվատորիա մաստեր նստած եմ, կողքի դասանում ա դասը, մի քանի րոպե է տևում։ Բարի լույս, սիրելի հետևորդներ, երեք բնականաբար չհասցրեցի մոնտաժել տեսանյութը եւ հուսով եմ, որ այսօր կհասցնեմ, քանի որ մնացել է միայն ձեզ ցույց տալու, թե ինչ շալվար վերջապես ես գնեցի, չնայած այդքան երկար փորձություններին, այդքան շատ փորձելուն, ես վերջում ընտրեցի Վիլվետե այս կապույտ գույնի շալվարը, այս շալվարը վերցրեցի, մոտիկից հիմա ձեզ ցույց կտամ, տեսեք, ձգվող կտոր էր, միակ ձգվողը, եւ այնտեղ մեկն էլ կար, որ ձգվող էր, արդեն տեսանյութում ասել եմ, նա էլ կվերցնեի, չնայած նա էլ էր ուղիղ, բայց շատ թեթև ու լավն էր, բայց չեղավ իմ համարը, ես 42-ն եմ հագնում, իսկ նա 42-ը շատ մեծ էր, այս շալվարի 42-ը նորմալ է, լայնոտ այդպիսի շալվարները ձգվող չէին, տգեղ էր մի տեսակ կոշտ կոպիտ այս հատվածները, ես սիրում եմ, որ այսպես ընդգրկում են։ Մի խոսքով գիտեմ, որ մոդան լայն այդպես փոխ ունեցող շալվարներն են, բայց դե նրանք էլ դժվար են հագնելիս վերարկուների հետ, հատկապես մինչև եթե այս չափն էին վերարկուները, դրանից հետո այդ լայն հատվածը մի տեսակ ուրիշ է ստացվում, հատկապես կոշիկներն էլ պիտի ճիշտ լինեն, երբ որ լայն այդպես շալվարներ ենք հագնում։ Ինչևէ, այս շալվարը գնեցի, շատ լավն է, միջին այսպես հաստության է, աշնանային երևի երբեմն միգուցե տաք ձմեռ է լինի։ Գնեցի նաև այս գույնի, շատ անուշ կանաչ գույնի գլխարկ է, նույն գույնի ես վերարկուն եմ, եթե հիշում եք, այդ վերարկուիս հետ կդնեմ, տաք, շատ տաք գլխարկ է,
Եվ սա եմ գնել։ Սա փխոմոդից եմ գնել, սիրելիներս, այնտեղ 50 եվրո, եթե առևտուր էիր անում 10 եվրո, զեղչ էին անում, այսինքն հարմար տարբերակ է։ Այս դիմակները գնեցի նորմալ խանութից, այստեղ աչքերի պաչեր են, որից մեկը հենց հիմա կփորձեմ տանից դուրս գալուց առաջ, տանից դուրս եմ գալիս, և Garnier-ի այս դեմքի դիմակն է, ինձ թվում է լավ կլինի, այսքան գնումներ ունեցա սիրելիներս, դե ինչ ասեմ սիրելի հետևորդներ, այսքանով ավարտում եմ այս տեսանյութը, կսպասեմ ձեր մեկնաբանություններին, հարմացնելու ոչ մեկին որևէ բան չունեմ, ես ավելի շատ այս գնումները, այս ամենը ցույց եմ տալիս, որպեսզի դուք ձեր երկրներում համեմատեք թե գները, թե մոդան, թե ինչն է այստեղ տարածված, ես դա բազմիցս նշել եմ։ Ահա այսքանը, կհանդիպենք, լավ մնացեք։